բարև ձեզ։ Յուրաքանչյուր գործչի համար հասարակական եւ նաեւ քաղաքական շատ կարեւոր է, որպեսզի իր խոսույթը եւ իրականությունը իրար հետ համատեղելի լինեն։ Ինչով է տարբերում պոպուլիստական լիդերը ոչ պոպուլիստական լիդերից։ Նրանով, որ նա կարող է հիմնավորել իր ասածը եւ այսօր ես ուզում եմ խոսել 5 քննադատությունների մասին, 5 կասկածների մասին, որ ունեցել են մեր ընդդիմախոսները ավելի շատ մեր նախորդ ուղերձների հետ կապված։ Առաջի կասկածը, որ ունեցել են մարդիկ, դա կապված էր Վանաձորի նավթավերամշակման գործարանի հետ։ Կուզեմ հիշեցնեմ, որ ես առաջարկել էի Վանաձորում կառուցել երկրում միակ նավթավերամշակման գործարանը ամբողջ ցիկլով, եւ դա կլիներ Լոռու մարզի համար հիմնական շոկեքարշերից մեկը տնտեսական։ Ինչ էին ասում ընդդիմախոսները հիմնականում իշխանական ճամբարից։ Ասում էին, որ շահութաբեր չի լինի, ինչպես եք դուք դա անելու եւ ինչ փորձ ունեք դուք որ դա անեք։ Ուրեմն հայկական շուկայում բենզինի գինը արժե 500 դրամ եւ դիզելի գինն էլ մոտավորապես 500 դրամ է։ Համաշխարհային բորսայի հում նավթի գինը 150 դրամ է։ Տարբերությունը մենք տեսնում ենք հարկերը հանած եւ ակցիզները հանած բենզինի գինը Հայաստանում 400 դրամ է միլիտրը։ Մի լիտր հում նավթը 150։ Խնդրում եմ ինձ բացատրեք, ինչպես տարածաշրջանում աշխարհում ամենաէժան նավթի հումք ունեցող տարածաշրջանում միջին արևելքի կողքը գտնվող երկրում կարող է ոչ շահութաբեր լինել նավթավերամշակման կոմբինատը, եթե մենք ամենաթանկ բենզինը ունենք տարածաշրջանում եւ ամենաթանկ դիզելը։ Ամենաթանկ բենզինը եւ ամենաթանկ դիզել ունեցող տարածաշրջանում, որտեղ հումքը ամենաէժանն է։ Տարբերությունը, որ դուք հասկանաք, հում նավթի եւ բենզինի հարաբերակցությունը մոտ 80% թանկացում է գնում, այսինքն 80% բենզինը ավելի թանկ է, եթե վերամշակենք հում նավթը եւ դրա մի մասը ստանանք բենզին, դրա մի մասը դիզել, հետո կերոսին եւ այլ նյութեր։ Ես կարող եմ հղումում ներկայացնել բոլոր հաշվարկները, մենք ունենք բազային հաշվարկ, որը տնտեսագետների, հետաքրքրված տնտեսագետներին կարող ենք ներկայացնել, հրավիրել, որպեսզի դուք վստահ լինեք, որ մենք հաշվարկված ենք խոսում, պոպուլիստական ոչ մի բան չենք ասում եւ նման չենք պոպուլիստական լիդերներին, որոնք երբեմն ղեկավարում են մեզ։